Սկսվել է ինչ-որ շարժում, ի նպաստ այն բանի, որ Հայաստանը միացնեն Վրաստանը։ Ուզում եք վերադարձ ԽՍՀՄ-ին։ Կլինի դա։ Գնաս կոչե քեզ ցեղասպանողին ասես եկել եմ այդ խաղաղություն գնալ։ Ջանիկս, սա հին ծրագիր է։ Իսրայելին պետք էր դիրք, որտեղից կարողանա խոցել Իրանը։ Չի կարող Իրանին հաղթել։ Իսրայելը ունի Եվս 1.5 տարի, որտեղ 28 թվից հետո վարյալ չի։ Իմ արմատը էսա։ Իմ արմատը մուշն ու սասունն է։ Քարտեզների վրա Հայաստանը մնում էր։ Շնորհիվ ինչի կար հայկական եկեղեցի։ Շատ է պետք կարդալ, ընդամենը, շատ է պետք սովորել։ Կեցե մեր ազգը, որ սրանց վրա երթին դիմակայեցինք։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է, եթե ուզում եք առավել մեծ նպաստ ունենալ մեր ալիքի զարգացմանը, կարող եք միանալ մեր Patreon-ին, ամսական ընդամենը $5 QR կոդը տեսնում եք ձեր էկրաններին, կարող եք Patreon-ի հղումը գտնել նաև վիդեոյի նկարագրության բաժնում։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Մեր հյուրն այսօր գրող հրապարակախոս Լիա Ավետիսյանն է, բարով եք եկել, ուրախ ենք տիկին Լիա։ Շատ բարև ձեզ, շատ ուրախ եմ գալ։ Հայաստանի իշխանությունները սկսել են գործընթաց Եվրամիությանն անդամակցելու, նույնիսկ ընդունվեց ամիսներ առաջ օրենք։ Վերջին հանդիպման ժամանակ Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահը մեր երկրի վարչապետին ասաց, որ դրանք համատեղելի չեն, այս երկու ուղղությունները։ Այս պահին առնվազն, որովհետև ԵՄ-ի հետ մենք պատերազմում ենք։ Ճիշտ ուղի է սա, թե ոչ։ Սա սուտ է նախ, սուտ է, ինչ Եվրամիություն, հենա Ուկրաինայի համար այդքան ծախս են անում, քանի տարի է, այդքան մարդ են կորցնում, մի միլիմետր մոտեցել է Ուկրաինան Եվրամիությանը, չի մոտեցել, չէ, ես ուղղակի դատարկախոսությունը հիմարներին ներքաշելու համար ակնառու է։ Ինչու Եվրամիությունում արժեք չկա տիկին Լիա։ Կա արժեք, բանը, այո, Աստվածամոր տաճարը դեռ կանգնած է, դեռ չեն քանդել, չնայած մի հատ փորձեցին, չէ, կրակի տվին։ Տարեկան 100 քանի եկեղեցի Ֆրանսիայում է փակվում, 200 քանի եկեղեցի Անգլիայում, չնայած Անգլիան արդեն Եվրամիության անդամ չի։ Ինչի։ Պետք է Ռոմի պապին հարցնել ինչի։ Ռոմի պապը շատ աչքից ընկել է ընկեր Տրամփին։ Այո։ Գիտես ինչ, շինցու կազմակերպություն է Եվրամիությունը։ Կարծում եք։ Իհարկե շինցու է։ Ընդամենը 50 տարի առաջ իրանք բոլորը իրար դեմ պատերազմ էին։ Եղել է նման բան, այո։ Եվ անընդմեջ միջնադարն էլ վերցնենք, անընդհատ իրանք իրար կերել են։ Էլ Ավստրիայի Անշլուս ընկեր Հիտլերը արեց, էլ հարձակվեց Ֆրանսիայի վրա, Ֆրանսիան էլ 42 օր դիմացավ, հետո ձեռքերը վեր քաշեց, եկավ Ֆրանսիան, ու հանձնվեց։ Չգիտեմ, տարօրինակ կազմակերպությունն է, որը ուղղակի կոչված էր խժռելու քանդված սովետական միության հանրապետությունները։ Խժռեց։ Ու այդ էլ բան եմ կարդում, ուրեմն ֆրանսիական թերթ։ Քրեական գործ է հարուցվել վերահուղարկավորման գործընթացի վերաբերյալ Ֆրանսիայում։ Հիշում ես, չէ՞, Միսակ Մանուշյանը, մենք երկու հետ ստեղ խոսել ենք։ Ես էլ վատ բաների ասում, դու նեղանում ես։ Այդ գործի մեջ էլ իրանք փող են խժռել։ Ինչպես։ Թանկ են հաշվել, մեր քաղաքապետարանը ո՞նց է։ Ասֆալտ քաշելը բանը։ Հա, դե անձրևիտակ ասֆալտ է։ Եկել ուզեցել են մտնել Մակրոնի գրասենյակ, իրանք չեն թողել, բայց ինչքան համակարգիչ կար, ինչքան հաշվիչ սարք կար, սաղ վերցել հանձնել են քննիչ հանձնաժողովին։ Այս վերջի 5 տարվա վերահուղարկավորման գործերի վերաբերյալ։ Եթե մենք կարծում ենք, որ այստեղ
գողավազակ են, այնտեղ կարգին մարդիկ են սուտ է։ Քանի կապիտալիզմը գողավազակը ամենուր է։ Դա կապիտալիստական երևույթ է, սոցիալական։ Քանի կրթությունը փողով է, տունը փողով է, բուժումը փողով է, գողավազակը անսպար կլինի, անվերջ։ Այսինքն կապիտալիզմը ներդաշնակ չի, հա, մեր ոգեկերտված կունեցող։ Չի, իհարկե չի։ Օրինակ Պավլիկյանների մասին գիրքը դրան էր նվիրված, որ այն ինչը որ մենք կարծում էինք, որ ռուսների գյուտն է, հա, սոցիալիզմը, իրականում դա հայկական գյուտն էր։ Պավլիկյան շարժումը, երբ որ մարդիկ ասում էին փողը ինչ է։ Աշխարհի գանձերը, գոհարեղենը մեր մոտ լինեն, մեզ պետք չի, եթե խոսքը Աստծու մասին չի, ամենամեծ արժեքը Աստվածն է, սերն է։ Պավլիկյաններն էին ասում, բան ես գտել փողոցում, գիտես ով է կորցրել, վերցրու տար հասցրու, չգիտես ումն է, կողքով անցի, քո գործը չի։ Տիկին Լիա, հետաքրքիր բան եք ասում, նույնիսկ Բարսեղյանական համակարգով դպրոցում, որտեղ ես եմ սովորել, Պավլիկյանների թոնրակեցիների մասին ընդհանրապես շատ sense բան էր, քիչ էր, էլի, ինչու, չէ՞ որ դա եւս մեր, եթե չեմ սխալվում, անգեղակոթում էին ժողով արել, ասենք ինչու չկա ավելի մանրամասն, մարդիկ ի վերջո ինչ էին ուզում մեզանից, որն էր նրանց տեսլականը։ Մի հատ շատ լավ հետազոտող կա, գիրք է գրել, Լիա Ավետիսյան, առեք կարդացեք։ Որովհետև տես հլա ինչ են արել Պավլիկյան շարժումը, ասում են բան առաջնորդը Պավլիկ էր անունը։ Չէ, մի տարի խորքային էր եկել։ Հեղափոխության առաջնորդը Վլադիմիր Լենինն էր, հիմա իրանք էլ բոբիկական են։ Չէ, այնտեղ գաղափար կար, որն էր Պավլիկյանների գաղափարը։ Գաղափարը այն էր, որ Պավլիկյանք, բավարար լիության կյանք, այսինքն ավելնորդություն պետք չի, աղքատություն պետք չի, ապրի նորմալ կյանքով։ Դրանուն ինչ է, սոցիալիզմ։ Փաստորեն այո։ Բոլորը հավասար են, էլի։ Գիտես հավասարը որն է, ախր բայց դες չի լինում, էլի, դա ուտոպիա չի։ Ես այդ ուտոպիայի ժամանակ եմ մեծացել։ Հայրիկս պաշտոն ուներ, բայց քանի որ բան չէր վերցնում, փող չէր վերցնում, մենք շատ նեղն էինք ապրում։ Դա հնարավոր էր այդ ժամանակ Տիկին Լիա։ Հա, իհարկե, եւ շատ էին նման մարդիկ, շատ էին։ Ես օրինակ հեչ չեմ նեղվել, որ սպասում էի, մինչև մոր աղջիկս աղջկա կամ որ եղբորս աղջկա վրով իրանց շորերը չլինեն, ես ակնեմ։ Ես չէի նեղվում, որովհետև դասարանում ես ամենալավն էի սովորող։ Դա չէր կարևոր։ Ես հիշում եմ ծնունդից եկել էի տուն, մամային ասեցի, գիտես, ես իմ ընկերուհիները նոր շորերով էին եկել։ Մաման ասեց, իրանք դրանով վերևած են, իսկ դու։ Այդ շատ կարևոր է դաստիարակությունը։ Այդ երբ որ մարդիկ շատ շահամոլ են դառնում, երեխեքին փչացնում են դրանով, այդ որ գրամոլությունը մտնում է ամենտեղից դա լինի գովազդը հեռուստատեսային, թե սերիալները, թե ինչը, այդ որ գրամոլությունը սերմանում ենք, չէ՞։ Երեխաները մեղք են, որովհետև իրանց երազելու բան չունեն, իրանք ցանկանալ գիտեն, իրանք ցանկանում են ունենալ, իսկ երազել, որ տիեզերանավ կառուցես կամ քշես, այս ամերիկացիները տնաշենները էլի խաբեցին աշխարհին, չէին թռել։ Ինչ չէին արել։ Որ պետք է լուսնի մեր մյուս կողմը նկարեին։ Էլի խաբեցին, էլի չեն թռել։ Գիտես ոնց բռնվեցին։ Դες վրեդնի մարդիկ կան ինպես, որ հետազոտում են ամեն ինչը որ հրապարակվում է։ Ուրեմն մարդիկ նկատեցին, որ երբ որ այդտեղ քաշը կորցնում է ամեն ինչ բանի մեջ, նավի մեջ, մարդիկ սկսում են թռնել իրերը եւ այլն, այդ թռնող իրերի մեջ մի հատ խաղալիք կար, արջուկ։
Դրա ստվերը ուրիշ կողմեր են, մարդկանց ստվերը ուրիշ կողմեր։ Խաբեությունը շատ է։ Ու մարդիկ քանի որ հետ են սովորել վերլուծել, խաբեությանը դառնում են զոհ։ Բավոց տարբերակել էլի սուտը, կեղծիքը իրականությունը։ Շատ է պետք կարդալ։ Շատ է պետք կարդալ, ընդամենը, շատ է պետք սովորել։ Դժվար չի, չէ՞։ Ապուշ հեռուստացույցի առաջ նստել եւ բան սովորել տարբեր բաներ են։ Էլի ժամանակ ես վատնում, բայց այդտեղ ժամանակը արդյունք ունի։ Հիմա մարդկանց համար Ամերիկան օրինակ գերազանքների երկիր է։ Ամերիկայի ղեկավարն այսօր առավոտ մի բան ասում, երեկոյան ուրիշ բան։ Ոնց հասկանաս։ Ոնց հասկանաս, իրաց ձեռ է տալիս։ Մի հատ ցանոթ տղա գնացել էր Միացյալ Նահանգներ բանը հյուրախաղերի, շատ լավ թավջութակահար է։ Եկել ասում են արդյոք իրենք ոնց են այդտեղ ապրում։ Խոսքը մենակ փող, գին տոկոս։ Հիմա էլ որ թույլ են տվել թմրանյութերը, արդեն բան լեգալ բնույթ ունեն։ Նույնը բայց դանդաղ։ Դատարկ կյանքով են ապրում։ Այդտեղից մեր վրա մուտնատ են գալի, թե դուք ինչ եք հասկանում, մենք էս ունենք, այն ունենք, գրողությամբ ունենք։ Այս դեր խեղճ երեխեքը ինչ են մեծանալու։ Հետաքրքիր վիճակագրություն կա, էլի, որ Ամերիկայի մոտ 60%-ը ունի նվազագույն, այսպես առանձնատուն, բնակարան եւ այլն, շունիկ, բան, տենց, բայց երջանկության զգացում չունեն։ Ոնց է ունենաս, նյութը չի տալիս երջանկություն։ Իսկ ապահոված են թանկարժեք մեքենաներով, բանով եւ այլն։ Վերջերս շատ հետաքրքիր բան կարդացի, ֆոլկլորիստ ունեինք Ղանալանյան։ Իր մոտ մի հատ ասացվածք կա այդտեղ։ Ասում է շունը լցրեց աշխարհը հացով։ Ոչ գութանը, ոչ եզուն, ոչ ալրաղացը, ոչ թոնիրը, ոչ թոնրի մոտ նստած կանայք, այդ շունը ինչ կապ ունի։ Շունը պետությունն է։ Շունը չէր թողնում, որ ոչխարը մտնի այդտեղ արածի։ Չէր թողնում, որ վարազը մտնի հարամանի սաղ։ Շունը հսկում էր կարգ ու կանոն։ Շունը լցրեց աշխարհը հացով։ Դրա համար ուժեղ պետությունը, ճիշտ պետությունը անհրաժեշտ է։ Դա կոչվի Պավլիկյանց, դա կոչվի այլ կերպ, մեզ պետք է արդար, ուժեղ պետություն, որը կկազմակերպի, որ ոչխարը չմտնի, վարազը չհարամի, գողը չգա չգողանա, պետությունն է դա անում։ Հիմա տես քանի կուսակցություններ գնում են նկարվում են սիրուն, ժողովներ են անում։ Բայց մեկը չի ասում, վաղվա Հայաստանը այսպիսինն է լինելու, հայեր, այս Հայաստանն ենք մենք ուզում ստեղծած լինենք, եկեք ասեք միասին անենք, մեկը ասեց։ Դե կան ծրագրեր ներկայացնում են։ Ինչ ծրագրեր, այ օգուտ մատաղ, այն մեկը ասում է, և քեզ եկել են բռնաբարեն, դու մի կռի վարա, դու հանգիստ պարկի հաճույք ստացի, Դենց ասացված կար, հանգստացեք և հաճույք ստացեք, հիմա սրա ասած է հետը, հանգստացեք ու հաճույք ստացեք։ Այդ սրանով անդիմությունը, թե իշխանությունը։ Ինչ-որ է սա, բանա, քաղաքական ուժա, չէ։ Քաղաքական ուժա, որը դուսա եկե բանը, ընտրարշավի։ Չէ, ով ասում, ունեք իշխանությունն ասում է խաղաղություն են բերել, այ անշնորհակալներ չեք գնահատում։ Չէ, ես իրանց բանն ընտրարշավի բաներն եմ նայել, ռուսիկները։ Ընդդիմությունը ասում է, ուժեղ Հայաստան եմ կառուցելու։ Ոնց ես կառուցելու, ընդդիմություն ջան, ինչ ես աղներում։ Դե, ասում է, ներկայացնում է ծրագրերը հիմա։ Ինչ, ինքը ասում է, որ անվճար բնակարան է տալու նորապսակներին։ Այդ թվում,
Չի Ինչ-որ ասում։ ծրագրեր կան։ Չէ, չի ասում։ Չի ասում, որ Իսկ ինչու պետք է նորապսակներին անվել։ Ես սովետը չի։ իսկ սովետը ինչի չի։ Եկեք դառնանք սովետից լավը։ Եսի չեք ասում Տիկին Ավետիսյան։ Սովետից լավը դառնանք, ինչը որ վատներ սովետում։ Ուզում եք վերադարձ ԽՍՀՄ-ին։ Ինչի։ ԽՍՀՄ-ին։ Կլինի դա։ Դուք ռուսի գործակալ եք ինչ է։ Բայց ռուսը ինչ կապ ուներ սովետում։ Ցավոտ տանեմ, ռուսը կապ չուներ սովետում։ Ինչն էր ռուսինը։ Առաջի գիտությունների ակադեմիան Հայաստանում բացվեց։ Ռուսներ աստղադիտարանը Հայաստանում բացվեց։ Հա, ռուսը բաններ, մերաններ։ Ռուսը սաղին հավաքեց, բայց գաղափարները մերն էին։ Երբ որ սկսվեց հայրենական մեծ պատերազմը, շատ ծանր էր վիճակը ճակատում։ Երբ որ Ստալինը ուղարկեց Միկոյանին որպես կներես Բաղրամյանին, որպես թիկունքի հրամանատար, հայավարի մարդը ինչ արեց։ Լվացքատներ ստեղծեց ամեն զորամասում, տղեկը մաքուր շոր էին հագնում, արդեն իրանք իրանցից չէին զզվում։ Սարքեց շարժական խոհանոցներ, տղեկը հաց էին ուտում, տաք ճաշ էին ուտում, փոխվեց վիճակը, որտեղ տրամադրությունը փոխվեց մարդկանց։ Գիտես, սովետը երբ որ նկարագրում են, ուզում են միայն վատը ցույց տան, որ հանկարծ սովետը չվերկենա, Եվրամիությունը չընկնի։ Այս հակակշռներ են, Ազգային ժողովի մենք Հայաստանում այսօր ունենք ազգային ժողով եւ ինչը ամենասարսափելին է ունենք ազգային ժողովի ղեկավար, որը մի հայտարարել է հետեւյալը. Կոչ ենք անում Թուրքիային դառնալ գործընկեր եւ միանալ մեծ խաղաղության կառուցման գործում։ Իր համար ինչ տարբերություն, Մաման Ջհուդա, ինքը Թուրքի հետ էլ խաղաղություն կանի, ում հետ ասես։ Ինքը հայ չի։ Չէ, դա տենց բաներ։ Ոնց Արժե ասել դիք։ Ոնց չասեմ, ցավոտ տանեմ։ Ոնց ես չեմ ասում։ Չնայած այդ սերը որտեղից այդքան Թուրքի։ Ես չեմ ասում, որ այստեղ պետք է ապրեն միայն հայերը։ Բայց երբ որ հայի ճակատագրի հարցն է, թույլ տվեք որ հայը որոշի, հա։ Իհարկե։ Այդ լուսավոր տղեկը նրա համար արուն չեն թափել, էլի։ Ամեն անգամ պետք է միացնես զապիսը դնես ականջներին, որ Ռոբերտ Աբաջանն ինչ էր ասում, այս դիրքը հանձնողի դեր կլինի այդ։ Աբաջանի ասածը կլինի, կկպնի դրա ապուշճակատին։ Գիտես ինչ, արդարությունն է այս բանը, որ անխուսափելի խփում է, թե լավ կողմից, թե վատ։ Բայց գիտեք, ոնց որ քո դահիճի հետ, որը չի համակերպվում քո գոյության հետ, դա չեմ հասկանում։ Այսքան ամենախելոքը իրանք են։ Գնաս քո քեզ ցեղասպանողին ասես եկել եմ այդ խաղաղություն գնանք։ Յանիկը, սա հին ծրագիր է։ Իրանք վաղուց ուզում են Հայաստանը լափեն։ Շատ վաղուց։ Դեռ Լևոնի ժամանակվանից։ Ուղղակի ամեն մի ղեկավար իր փուլը ուներ այդ գործը առաջ տանելու։ Պետք է լիներ Սերիկա Սերժը, որ սրան ջեբից հաներ, ասեր, այսա կհանձնի։ Եկեք թողեք ես գնամ են ստվերում կանգնեմ, թող ինքը հանձնի։ Էս էր, չէ։ Վաղուց է այս ծրագիրը։ Սա մի մատրյոշկա էր, որ բերին դերին, սովետը իրան քանդվեց։ Սովետը իրան դրուկ ոտերը թուլացան քանդվեց։ Շատ հետևողական սուր գործիքով վերցնում կտրում էին։ Փորձեցին սկսել ինչից։ Ուզբեկի ու Ղրղզի սահմանում։ Շուկայում այդտեղ կռիվ բարձրացավ։ Տեսավ այդ թափը չունի այդ ժողովուրդը։ Ասին չէ, եկեք Ղարաբաղը ճիշտ է։ Այդտեղ բանը տեմպերամենտը շատ է։ Սա շատ կազմակերպված գործ է։ Բայց հաղթեցինք այդ Ղարաբաղը։ Քեզ թվում է։
Բա ինչ։ Քեզ թվում է, որ ինչի ոչ մի ազգային ժողով, ոչ մի գումարման եւ ոչ մի նախագահ չճանաչեց Ղարաբաղը։ Գերագույն սովետն ընդունեց 91-ին Արցախի, թող Տեր-Պետրոսյանն ստեղ միացնեին։ Դե ես եմ ասում, ստեղ ազատ անկախ։ Բա միացումով ոտքի հանեցին միլիոններ տիկին։ Ազատ անկախ այդքան թատրոններ։ Ազատ անկախ Հայաստանում թող որևէ ղեկավար ճանաչեր։ Ինչի՞ չճանաչեցին։ Ինչու՞ չճանաչեցին։ Որովհետև կար ծրագիր վաճառել, այդ 12 միլիարդը վաղուց հնչում էր։ Եվ դա Թուրքիայի ախոժակը չէր, դա Իսրայելի ախոժակն էր, որտեղ Իսրայելին պետք էր դիրք, որտեղից կարողանա խոցել Իրանը։ Մարդիկ նստած պլանավորում են, իրաց ջեբի ոսկիները ցույց են տալի մեր հարիվներին, ասում են, այս սրանից կստանաս, ով ավելի ագահ է գնում է։ Փաստորեն այսքան ժամանակ մրցակցությունը ագահության մրցակցություն էր։ Ամենաշատ ֆաթը խոսում են Քոչարյանի մասին, չէ՞։ Բայց միակ ղեկավարը, որը Հայաստանը մի քիչ նորքի բերեց, Քոչարյանն էր, որովհետև ինքը ուներ արտադրական փորձ։ Ինքը մետաքսի գործարանի պարտկոմներ, այդ պարտկոմը, կես դիրեկտոր է։ Ինքը գիտեր հիմնարկ ղեկավարել է ինչա։ Եթե գիտես հիմնարկ ղեկավարել է ինչա, դու երկիր էլ կղեկավարես։ Ինքը սննդարդյունաբերությունը արթնացրեց, ինքը ճանապարհներ սարքեց, հետը ապուշություններ արեց իհարկե, գեդարը փակեց, կուկուռուզը քանդեց, տրամվայի գծերը հանեց, դա էլ կա։ Բայց քայլանող էր, գործող էր։ Մնացածը ուղղակի որկրամոլ սրիկաներ էին։ Բոլորը։ Դե հիմա լավ, հիմա չփորփրենք, բայց դե նույն Քոչարյանի ասենն է, չէ՞, ասենք ինչքան են ասում, միլիարդների կամ ասենք թալանի կամ եւ այլն։ Չնայած Փաշինյանի սահմանադրական դատարանը արդարացրեց նրան։ Ֆիք պայմյոշ կներեք արտահայտությունից։ Չէ, գիտես ինչ, երբ որ բանը պետություն չի սա։ Բա ինչ է։ Սա գիտես ինչա, միջանց կա, որով մեր փողերը, ազգային փողը, ուղարկում են արևմուտք։ Սրանց ձեռքին բան է կպնում, այդքան բան։ Դու որ մոլիբդենը հողի գնով ես վաճառում, դու 30 ոսկու հանք ունես, ցավը տանեմ, 30 հանք։ Ուղղակի սրանց ձեռը ոսկի ջրվում է։ Էսա։ Ու հետարքիր է արևմուտք, էլի արևմուտք։ Բայց ռուսին են, հիբրիդային պատերազմ, Եվրամիություն փող տվեք, պայքարենք ռուսի դեմ։ Հետո էլ գնում են այնտեղ, գնում են Վլադիմիրի չեն ասում։ Գիտես ինչ, իրանք շատ հմուտ են քարոզչության հարցերում։ Ռուսը ոչ միայն հմուտ չի, ռուսը ինքը շրջապատված է սրիկաներով։ Այն ռուսները, որ ստեղ պետք է ներկայացնեն Ռուսաստանը, ինչ են անում։ Ուրեմն ինչքան մերժված դերասան ու, չգիտեմ, գրող կա, բերվում է Հայաստան։ Այնտեղ, հա։ Լի ախիջակը, 90 տարեկան բաբուր ես, դու ուր ես եկե բեմ բարձրանում։ Բայց այդ մերժվածը, այդ փող չի կարող աշխատել։ Եկել է Հայաստանա գալիս գրդոն, ովքեր են գնում իր ներկայացումներին, ստեղի ռելոկանտները։ Ստեղի ռելոկանտները ինչեր են անում, մեկը կա, լավ չեմ ասի անունը, ուրեմն խմբերը հավաքում, տանում է բանի մանումենտի այդ թանգարանը հայրենական պատերազմի ու քարոզում է, որ սովետի չխվատներ։ Բա, Մարգուլիս։ Մեծ հայրենականի մեր, ասենք, թանգա, բայց այնտեղ կներեք, այնտեղ հերոսական բանի արտացոլում է։ Ցավոտ տանեմ, այ այդպիսի էկզեմպլար։ Բայց ինչ էլ անեն Տիկին Ավետիսյան, համաձայն չեք, որ ինչ որ համատեղ առնվազն մեծ հայրենական պատերազմի մասով պատմություն ունենք, էլի։ Ես որ նույնիսկ չկայի այդ տարիներին, բայց ձին պաբեդին լսում եմ, մարմինս փշակաղվում է։ Իմ
Պապիկս այդ Ահա, իմ հայրիկը ծառայել է, ուրեմն իր մի ընկերը եղել է բանը բժշկական մասի պատասխանատուն հրամանատարը, մյուսը հետախուզության, պապան բաներ մատակարարման։ Իրենք մոտիկ ընկեր, մինչև կյանքների վերջը ընկերություն են արել։ Ու ես տենց տարի չեմ հիշում, որ մեր տանը չհավաքվեին, մայիսի 9-ին։ Ու իրանց համար ընկերությունը ամեն ինչից թանկ էր, իրանք օդաչուներին սպասարկելու բանը, էսկադրիլյաները գալիս էին, այդտեղ հաց էին ուտում, շորերը փոխում էին, քնում էին, հանգստանում էին, գնում էին։ Պապան դեպք էր պատմում, որ մի հատ կամանդիր եկավ Բերլինից։ Հատակի ժամացույց, չգիտեմ, էլ ինչ էր, բերեց պապային, ասեց, մեզ մի շաբաթ ավել պահի։ Պապան ասեց, ես քեզ վերցրու։ Պատերազմը բոլորին ցույց տվեց, ով է։ Ամեն պատերազմ ցույց է տալիս։ Ամեն պատերազմ։ Հիմա էլ բանակը, օրինակ, ցույց է տալիս, ով է։ Երբ որ մարդիկ մարդ են, իրանց լակոտներին տալիս են թեկուզ Սիրիայի քաղաքացիություն, Ռուսաստանի քաղաքացիություն, հանում են սեռական հիվանդ, ինչ ասես, մենակ թե չգնա չծառայի։ Իսկ ես բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ այս խեղճ երեխեքը ծնողների ապուշության պատճառով զոհվել են, չգնալով պատերազմ։ Մի դեպք գիտեմ, որ անցյալ տարի էր, դպրոցը ավարտեց, որ բանակ չգնա, Դուբայի համալսարան ընդունվեց տղան։ Սեպտեմբերին գնաց համալսարան, հոկտեմբերին իրան գտան կախված։ Ճակատագրից չես խուսափի։ Միգուցե դա եւ հակառակը, միգուցե դա ուղղակի մանկավարժական հարված էր տիրոջ կողմից, որ իմացեք սենց անում։ Հետաքրքիր զարգացումներ կան իրանական պատերազմի մասով։ Մի տեսակ հրադադար է, բայց նախ պնդում են փորձագետները, որ սա Ամերիկայի եւ Իսրայելի համար ժամանակ է, որպեսզի վերազինեն իրենց ուժերը, եւ մյուս ամենահետաքրքիր տեսակետը, որ Իրանից հետո, այսպես ասած, հաջորդը Թուրքիան է, Տիկին Ավետիսյան, այսինքն դեռ գնալու գործընթաց, սրան է գումարվում, որ Էրդողանը վերջերս Իսրայելին ասեց, որ ոնց մտանք Ղարաբաղը, տենց է կմտնենք բան, Իսրայել, ինչա կատարվում, ընդհանուր ասում են Թուրքիան կմասնատվի, կիսում եք արդյոք այս տեսակետը։ Գիտես, ջահել ժամանակ մի հատ խաղ կար, երկուսով նստում իրար նայում են, ով առաջինը թարթեց, նա կրվել է։ Հիմա Ամերիկան թարթեց մի քանի անգամ։ Թարթեց։ Քանի անգամ։ Ամերիկան, ես միշտ ասել եմ, ու դու զարմանում էիր, Ամերիկան զինվոր չունի։ Նա ունի պատժիչ ջոկատների անդամներ, որ կգան, իրանց այդ բաները բռնած, կշրջապատեն մի հատ բնակարան, միջի մարդկանց հերը կանիցեն, բայց ինչա լեռներում պատերազմ անելը, իրենք գաղափար չունեն, իրենք չեն կարող, իսկ Իրանը լեռնային երկիր է, իրենք ենքան դտեղ խորշեր ունեն, որ հլը հայի սարկացնա, որ Ամերիկան երազում չի տեսել, չի գիտի էտ ինչ բան է, իրանց չեն դասավանդում դա նույնիսկ, չի կարող ինքը Իրանին հաղթել։ Ու հետո Իրանի ժողովուրդը հայրենասեր ժողովուրդ է, որտեղ իրանց հայրենասիրությունը հազարամյակների է։ Սրանց երբ 1700 թվին են ծնվել։ 350, 1700 մոռացա, մի խոսքով։ Ծիծաղելի է, այդտեղ չես կարող հայրենասիրություն սերմանել։ Երբ որ ամեն գույնի, ամեն ազգի, ամեն լեզվի մարդիկ հավաքվել են իրար հետ, իրանց մի բանն է պահում, շահը։ Ուղղազգություն չկա, citizen։
Անազգ երկիր է։ Դե մենք էլ օ citizen ենք, չկարծես մենք ուրիշ ենք։ Մեր անձնագրով մենք citizen ենք։ Բայց մենք հայ ենք։ Տես, մեր հայրենասիրությունը բանահյուսության դաշտը մտավ։ Ինչ սովետը քանդվեց, թախ սովետը, որը գրում էր Արմինին, родился в Աշտարակском районе в селе Ճնչխուկ։ Ախր ազգը կարևոր է, ո՞նց կարելի է ազգ։ Հա, բայց քո անձնագրի մեջ, քո ցեղի կենսագրականներ։ Կնիկն է դրոշ։ Հա։ Թախ սովետի ժամանակ։ Շատ է, գիտես, այն ապուշները, որոնց համար փողը ամենակարևոր բանն է, շատ հավեսով կփնովում են սովետը։ Իսկ ես սովոր եմ տակնայել։ Եթե իմ անձնագրի մեջ գրած էր իմ անունը, հայրանունը եւ ազգանունը, Այո։ վերացրեցին, իմ փոքր հայրենիքը վերացրեցին, ես Աբարանի ծնունդ եմ, Աշտարակի ծնունդ եմ, Գյումրվա ծնունդ եմ, այդ վերացրեցին, դու լավա սերը թողին հելավոր։ Բանը, գախր իրանք սրբելով գնում են, իրանք ուզում են Ամերիկայի ստանդարտը լինի։ Հիմա Ամերիկայի բանակում սկսել են մի հատ հետազոտություն, որ էլի հղիա մեծ գումարներով եւ մեծ բանտային կենսագրությունով այնտեղ զուգարանները երրորդ սեռի համար սարքելու համար ինչ փողեր են վատնել։ Անգաղափար երկիր է։ Իրանց միակ գաղափարը ի՞նչն է, որ իրանք ընտրյալ ազգ են, չէ՞։ Ջուդի սարքածն է, իրանք ընտրյալ ազգ են։ Հիմա սև են, սպիտակ են, պուտպուտավոր են, կարևոր չի։ Իրանք ամերիկացի են, ուրեմն ընտրյալ են։ Ու ամեն հայ լինելով իրապես Աստծո արարված տեսակ, ուզում է լինի ընտրյալ, որովհետև ամերիկացի է։ Այդ անդեր YouTube-ը բացում ես։ Ամեն նյութից առաջ մի հատ աղջիկա դուրս գալիս, ասում է, դու կարող եք հեշտությամբ ձեռք բերել Եվրամիության անձնագիր։ Այդ ցավը տանեմ գնա, տուն տոլմա սարքի։ Ինձ պետք չի քո անձնագիրը։ 1000 տարի։ Գնացեք, զարգացեք, աշխարհը տեսեք, հին աշխարհը տեսեք։ Ինչ եք մնացել խոհանոցում եւ դոլմա եք սարքում։ Չես սիրում։ Պաշտում եմ, էներ իմ մամայի սարքած։ Բա։ Հա, բայց աշխարհի քաղաքացի չենք, այտենց հինավուրցել մնացել ենք էլի։ Այդ բաթ է։ Ինձ համար չէ, իմ արմատը էս է։ Իմ արմատը մուշն ու սասունն է։ Բայց այսօր մարդիկ կան, ովքեր ասում են, գիտեք ինչ, դա պատերազմ է բերելու, էլի, դուք մոռացեք ձեր ինքնությունը, ձեր պատմությունը։ Գիտես ինչ, նահանջելը միշտ բերում է պատերազմի հաջորդ փուլը։ Մեր բանահյուսության մեջ կա այդ աղվեսը, որը եկել է անընդհատ այդ ագրավից բանալ, կկույց, հա, ջուտաուս։ Եթե մի անգամ եկավ քեզնից բան ուզեց, 90-ականներին, երբ որ սովետը քանդվեց, փողոցների խուժանները սկսեցին ռեկետ անել։ Դրանցից մեկն էլ հիմա արդեն մասնակից է այդ ընտրությունների իրակուսակցությունով։ Գալիս էին ռեկետ էին անում, սկզբից խանութից եկամուտ էին վերցնում, փողոցի խանութներից, որ խանութը արդեն պետական չէր։ Տնօրենն էլ դարձել էր տեր, երջանկացել էր։ Գալիս փայ էին ուզում։ Հետո ասեցին, չէ, ես քիչ եմ։ Ես բան եմ, արդեն քո հետ օրթախ պետերն եմ։ Հետո ասում են, վերկաց գնա, ես եմ։ Երբ որ դու կանգնել ես այդ ճանապարհի տալու, անընդհատ տալու ես, մինչև դեպք կար, որ մի հատ տնօրեն վերցրեց, հրացավ ես աղին պարկացրեց։ Ճիշտ է, ինքը գնաց նստեց, բայց իրանք էլ ոչ նստեցին, ոչ քայլեցին, սատկեցին։ Գանք էլի տարածաշրջանային աշխարհի անցուդարձին, ատամները սրած սենց հատկապես, չգիտեմ, Թուրքիան ու իդեմս Ադրբեջանի սպասում են Իրանի պարտությունը։ Բայց ինչպես տեսնում ենք, Իրանը ճիշտ հակառակն է ապացուցում աշխարհին, որ ամուր կանգնած է երկու ոտքերի վրա եւ ստիպում է Միացյալ Նահանգներին գնալ ինչ-ինչ քայլերի,
ներողություն, բանի հետ էլ Լիբանանի հետ էլ 10-օրյա հրադադար կնքեցին, չէ։ Հիմա ասածս ի՞նչն է, Տիկին Լիա, թշնամին հավաքական առումով կործանվում է, ջախջախվում է։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։ Թշնամին շտապում է։ Իսրայելը, ես ասել եմ, ունի եւս 1.5 տարի իր ընդարձակվելու պլանները կատարելու, որտեղ 28 թվից հետո վարիանտ չի, աստղերը ուժ ուներ, հիմա ինքը շտապում է, ինքը մտքում արդեն Լիբանան, փաստորեն այդ 5 երկրները, որտեղ Իրանը կործանեց ամերիկյան բազաները, Սոցիալ-արաբական այո, արդեն ջեպում էին, որտեղ կեսը ջհուդ, կեսը ջհուդի լակոտ, բայց ինքը ուզում է մեծը Իսրայել։ Իր ուզածը դա է, ինչ որ կատարվում է տարածաշրջանում, ենթակա է այդ վերլուծության, այդ թվում Ղարաբաղը։ Իր բազաներն են այնտեղ հոյիմը չի։ Այո, այդպես որ Թուրքիան էլ երկրորդական բան է։ Թուրքիան Իրանով չի։ Թուրքիան մեծ կարող է խոսալ Իսրայելի վրա, բայց ինքը Իսրայելի պրոյեկտ է։ Թուրքիան ինչ է։ Այդ Մոյշեն, որը դառավ հետո Քեմալ։ Մոյշան ով էր։ Ջուդական դպրոցի շրջանավար չէր։ Իր սաղ գեներալիտետով։ Այս հայոց ցեղասպանությունը Թեոդոր Հերցելի ծրագիրը չէր։ Ինչի են ձևեր թափում, ինչի են սուտ խոսում մարդկանց, ու մարդիկ ակաժները կախում են, իրանք ի սկզբանե մեզ դիտում են որպես թշնամի, իրանց ամեն աղոթքի մեջ Ամալեկը հիշատակվում է որպես բնաջնջման ենթակա տեսանք, իսկ դա մենք ենք, ինչի ենք մենք տենց կարկամում, գոնե մտքում հասկանանք, հա ինչ է կատարվում, Թուրքիան այո, շատ ախոժելի է, մի Հորմուզի ջրանցքի պես էլ է տեղը, հա, Բոսֆորը եւ Դարդանելը, հա, շատ հնարավոր է, որ ի վերջո, եթե Իրանը պինդ մնա, դա անցուդարձը դառնա փողով, ուրեմն Թուրքիայում էլ կդառնա փողով, ով կթողնի, որ Թուրքը այդ փողով այելի։ Դե դրա համար եմ ասում, այնտեղ կա տարբերակ, որ հնարավոր է եւ աստղաբանական, եւ մարգարեության, որ Թուրքիայի մասնատումը նախանշված է։ Կարծես որ մասնատումը ենթադրում է մեր հողերի վերադարձը։ Ինչու։ Որ Տերը ուրիշ է։ Տերը մենք ենք։ Բարև քեզ։ Քաղաքական տերը։ Այն օթյակներն են, որոնք մեզնից մրսում են, որոնք արդեն 100 տարուց ավել ասել են հայ չպետք է մնա։ Ամերիկացիներ, ինչ որ արել եք ձեր հնդկացիների հետ, եկեք հայերի հետ արեք։ Ասելա Լորենս Արաբացին։ Հա, բայց դուք ասում եք, որ 28-ին այդ օթյակների բաները կփոխվի, չէ՞, չգիտեմ ինչ որ բան ա փոխվելու 28-ից հետո։ Իսրայել։ Հա դե ով է կույրովեցանում այդ օթյակները։ Այդ չորթի ոզնայդ։ Շատ են, չար ուժերը շատ են։ Այո, բարի ուժն էլ հաղթական է։ Դրա համար պետք է ուրիշ համակարգ ստեղծվի։ Պետք է մենք ընդդիմանանք Հայաստանը մենակով, այսպես պուջուրիկով, այս ծծած մոմպասով իր դոշի չի կարող դիմակայել։ Հայաստանը պետք է հզոր դաշինքի անդամ լինի եւ այդ դաշինքը անշուշտ Եվրամիությունը չի, որը մեզ թշնամի է։ Այդ Օրբանը տամաշենի տղեն։ Հիմա լավ դրա անդիմախոսը նարկոշ է, անենց նարկոշ, որ միտինգի ժամանակ տակահանում է, կներեք։ Ուրեմն առաջի կնոջ հետ ինքը բաներ խառնված էր, գիտես որ գործում,
Մանկատան երեխեքին վաճառում էին արտասահման։ Հետո շտապ այդ կնոջից բաժանվեց ուրիշ կնիկ առավ, բայց ինքը էդ է, անունը որ դրել է Մոդյար, այսինքն հունգարացի։ Հիմա Պիտեր Մոդյար, որ մեկ գա ասի ես բանը, Հայկն եմ։ Հիմա Սորոսը Հունգարիայի ջուդ է։ Այդ Օրբանը ոնց կարողացավ դրա այդ բոլոր բները քանդեց այդտեղ։ Հա, վերցրեց փողը թափեց ջահելության վրա։ Ու դա ուսանողությունը չի։ Հունգարացին քիչ ուսանող ունի։ Իրանք կրթվել չեն սիրում։ Իրանք արագ փող են սիրում։ Դրա համար դպրոց ավարտում են, գնում են աշխատում են։ Այդ անգրագետ ջահելությունը փողը կերավ ու թափեց փողոցները։ Ու Օրբանին, որը ի տարբերություն Եվրամիության բոլոր երկրներից չթողեց, որ այնտեղ կան փախստականներ։ Ես Հունգարիան շատ եմ սիրում, ես մի երևի 22-23 անգամ Բուդապեշտում եղել եմ, մենք ընդհանուր գործ ունեինք գովազդային իրանց գործակալության հետ։ Հիմա գնացողը ասում է, այն ժամանակվանից էլ 1000 անգամ ավելի մաքուր ու սիրուն է Բուդապեշտը։ Այդ Օրբանի շնորհիվ է։ Դե լավ, դե մի սերիկա շնորհորդել Օրբանն էր տիկին լիա։ Իհարկե սերիկա շնորհորդել, ինքն էլ փողով վերցրեց Ռամիլ Սաֆարովին տվեց Թուրքիին։ Ավելի վատ բաներ էլ արեց ինքը։ Հունգարերեն լեզուն ֆինո-ուգուրական խմբի լեզու է, որը ագլյուտինատիվ բարդ լեզու է, իսկ մեր աղջիկներից մեկը գիտնական դիսերտացիա պաշտպանել ապացուցելով, որ ֆինո-ուգուրական լեզվախումբը սեռած է գրաբարից։ Քանի որ դու Արմենին հրավիրել ես, չես կարող հիմա ծիծաղել։ Հիմա ինքը ինչ արեց։ Մտավ գիտության մեջ, ասեց թյուրքական լեզու է ֆինո-ուգուրականը։ Ուրեմն իր ժողովրդին, որը Շանդոր Պետեֆիա տվե, որը մեծ քնարերկություն ունի, վերցրեց այդքան նսեմացրեց, սարքեց թուրք։ Ինչա, ես վստահ եմ, որ իր նպատակը գիտես ինչ էր, որ ինքը այդ թյուրքական միությունը, որ սարքում է Էրդողանը, որ ինքը ղեկավարի, ինքը գլխավորի, որպես միակ եվրոպական երկիր, թուրքական։ Հիմա տարբերակները շատ են, քանի որ ինքը ծախվող շալորդի է Օրբանը, ինքը կարող է վաղը մյուս օրը գնա, եթե այդպես ամեն ինչ դասավորվեց, գնա այդ գինեկոլոգի տեղը նստի, ֆոն դեր Լայենի։ Տեսեք, շատ վերլուծություններ կան, ու այս ամեն ինչի համատեքստում էլի, որտեղ շատ հարափոփող տեկտոնիկ զարգացումներ են։ Հայաստանին ի վերջո Տիկին Ավետիսյան ինչ է սպասվում եւ ինչ քարտեզներ են մեզ համար նախատեսել։ Դեռ սա էլ է քննարկում, էլի, որտեղ աշխարհը փոխվում է։ Ես օրինակ նկատում եմ, որ սկսվել է ինչ որ շարժում ի նպաստ այն բանի, որ Հայաստանը միացնեն Վրաստանը։ Նկատելի է։ Որ չեն ուզում, որ Հայաստանը մնա ինքնուրույն։ Ես կարծում եմ, ելնելով նույնիսկ այդ բանից, մենք պետք է մի հատ թռիչք անենք դեպի վերաստեղծումը սոցիալիստական մեծ երկրի։ Եվ Վրաստանը պետք է մեջտեղից դուրս գա ընդհանրապես։ Արդյունաբերական մի հատ բում ալնի, էլի, հա, սոցիալիստական։ Այո, իհարկե, միայն սոցիալիզմը կարող է դա անել։ Իսկ խեղճ վրացիքին ինչի հանեցիք մեջտեղից, գոնե Ադրբեջանին հանեիք։ Բայց մենք Ռուսաստանի հետ սահման բջջի չունենանք։ Ես չեմ ասում իրանք վատն են։ Չնայած իրանց շնորհիվ ես Երևանում եմ ծնվել։ Հորս պաշտոն չէին տալի, մինչև ինքը ազգանունը չփոխի։ Շատ ապրեն։ Ես փոքր էի գնացել էի նոր տարվա
բանը ծնողներիս հետ տոներին, մորքուրս ինձ տարավ իրանց հիմնարկը տոնածառի։ Հիմա վրացիները մերպես ժողովուրդ են, չէ, սիրում են երեխեքին խոսացնել, բան։ Իրա շեֆը եկավ, ինձ սկսեց խոսացնել։ Հետո ասեց, վայ, мы какая ты умная девочка, Лия, ты, наверное, не армянка, а грузинка։ Ասենք թե փոքր, բայց Տուտուց բաբոս կասեց։ Լիանը։ Վերջը Լիանը դες պատասխանեց, որ ձմեր պապին ինձ նվեր չտվեց։ Մաման մորքուրս եկավ մամայիս գանգատվեց, մաման մի հատ լավ բրես խոսեց, գնացինք մապիկիս մոտ հորական։ Դες գնացի թռա պապայի գիրկը ու սկսեցի զռռալ։ Ու ասի «Папочка, спасибо тебе, что ты увез нас от этих дураков». Փոքր երեխեն էլ հասկանում, որ չի կարելի տենց աղմախ լինել, էլի։ Ասենք թե Մուրադյանին Մուրադելի սարքեցիք, Պալյանին Պալիաշվիլի սարքեցիք, Զաքարյանին ոնց է Զաքարյաձե սարքեցիք, բայց հո չփոխվեցիք։ Հո չփոխվեցիք դուք։ Դրա համար ամեն ինչի համար պետք է վճարել։ Հետո ջավախքում ենք, բան ունենք, ինչի՞ չէ։ Բան ջավախքում գիտես ինչեր են արել։ Հայրենը հանում են դպրոցից։ Հիմա է, Սաակաշվիլին դե եկավ պարզա, ինչ պրոյեկտ էր։ Էդ էլ մի զատ չի, Սաակաշվիլին էլ նախին Սահակյանը։ Նորականով էր, չէ՞, կարծեմ, թե։ Չէ, այդ Սահակյանները։ Ոայ։ Բա։ Խելագարը, բայց խելացի խելագարը, դե հայ է։ Չէ, ինքը տականքը կնիկնել ջհուդ։ Ռոբերտ Վարդանյանը կնիկնել, իրանք մի պրոյեկտ էին, իրանք մի պրոյեկտ էին, լրիվ նույնն է, ես իրանք կեսագրությունները համեմատել եմ, երկուսն էլ գերազանցիկ լավ սովորող տղեկ, երկուսն էլ դուսը կրթություն են ստացել, բանի ելում եւ այլն, կնիկները դուրսը ծնված, շինված, երկուսն էլ մեկը հակահայ, մեկը հակավրացի։ Տեկեք Ռուբեն Վարդանյանին հանգիստ թողնենք, Բաքվում է։ Թող հանգիստ մնա Բաքվում, բայց ինձ մի հատ բացատրի, ինչի իր գործը առանցին է, մնացածին առանցին։ առանցին։ Թող չմնա էլի Բաքվում, թող Աստծո կամոք գա Հայաստան, մենք կորոշենք։ Թող գնա Օդեսա։ Okay. Բայց ինչի է իր գործը։ Если вам так приятно. Ему еще приятнее, там евреев много. Ինչի է իր գործը առանցին, մնացածին առանցին։ Ալիևին հենց տեսնեմ կհարցնեմ։ Իսկ դուք գիտեք ինչու է այդպես։ Հա։ Ապա։ Որովհետև իրան պատրաստում էին, որ բերեին Նիկոլի տեղը։ Հետո նոմերը չանցավ։ Որ իր գործը արագ քննվի, ու ինքը ազատ արձակած հերոս գա Հայաստանին տիրի։ Էդ էր սա։ Տիկին Լեա, ինչ են ուզում հայերից, ընդհանրապես մեզնից ինչ են ուզում։ Այսքան երկիր ունենք, մեր անուշ երկիրը, մեր անուշ սարով, ինչ եք ուզում էլի մեզանից։ Իրանք ուզում են Աստծո հետքը չմնա աշխարհի երեսին։ Նրանք սատանի լակոտներ են։ Բայց Աստվածա չէ ստեղծել այս երկիրը։ Հա, բայց կարող է ջհուդն է ստեղծել քրիստոնեությունը, որ հիմա ամենտեղ արդեն գրում են, որ ջհուդն է ստեղծել։ Քրիստոսն էլ բանա, չէ։ Դա իհարկե։ Իրանց Աշխարհը դարձրել են ստի աշխարհ։ Դրա համար ապրելը նշանակում է այսօր, եթե լիարժեք մարդ ես ուզում դառնաս, պետք է դու անընդհատ կարդաս, սովորես, հետազոտես, քո կյանքն էլ հետաքրքիր կլինի, ճշմարիտ կլինի։ Դու չես դառնա այդ չար ուժերի մի մասը։ Քո ազգի դեմ չես գնա, քո զավակների դեմ չես գնա, քո ծնողների դեմ չես գնա։ Այդ սա կարևորը։ Հիմա տես Հայաստանի վիճակը նախընտրական շրջան է, հա։ Ամեն տարի 1.500 բալիկ քիչ է ծնվում Հայաստանում։ Ամեն տարի 1.500 ամուսնություն քիչ է գրանցվում։
Ну, ես մի քիչ կոպիտ եմ ասում, այդտեղ 1360-ա, չգիտեմ ինչա։ Ապահարզանները շատանում են։ Մահերի քանակը շատանում է։ Աննկատ է։ 1.5 պատում ես, այսպես գնում է, բայց ինքնակորտանման ճանապարհ է։ Եվ միթե պետությունը իզորու չի դրա վրա ազդել։ Այս գյուզալ տղեկա աղջիկները, որ տենց մնացել են, թափառում են, ինչի չպետք է ամուսնանան, ինչի պետք է երեխեք չունենան։ Դա մեր երկրի վաղվա օրն է, այս երբ որ Սերժը ասում էր 5 միլիոն ենք դառնալու, Նիկոլը ասում էր 7 միլիոն ենք դառնալու, չէ՞ որ իրանք այս սևերին նկատի ունեին, որոնք մեր ազգից չեն, ինչ գույնի էլ լինեն, կարող է վանդակավոր են կամ պուտպուտավոր են, բայց մեր ազգից չեն, սա ազգային պետություն է։ Չգիտեմ որքան է, ճիշտ այդ երկու գործիչներին համեմատելը, առաջինի օրոք ես հանգիստ գնում էի Դադիվանք, Կանզասար, երկրորդի օրոք ցավոք սրտի ինձ ասում են, որ ես պետք է համակերպվեմ ադրբեջանցիների վերադարձին, ինչի հետ ես կյանքում չեմ համակերպվի։ Բայց ձեր իրավունքն է համեմատել կամ պարզապես սա Սերժի հաջորդ փուլն է։ Չկարծես որ ուրիշ է։ Դուք իրավունք ունեք ունենալ կարծիքը, որը ես իրավունք ունեմ չկիսել։ Բերին դրին։ Առաջին Մատրոշկեն մեծ էր, գիտությունների դոկտոր էր։ Չգիտեմ իր գրքերը կարդացել ես թե չէ։ Հակահայ գրքեր են։ Հայաստանը եւ Խաչակրաց պատերազմները իր գիրքը կարդա, կտեսնես, որ հակահայ է։ Բայց այդ մարդը ինչ գործ ուներ Մատենադարանում, ձեռագրիների սրբոց։ Դու հիմա գնա։ Մատենադարանի տնօրենով է։ Մատենադարանից գիտես ինչ կերպարներ են ստեղծվում։ Որ մի հատ աղջիկ բանը YouTube-ով եմ նայել, ասեց հայագիտությունը ո՞րն է, չեմ հասկանում։ Ինչի էստոնագիտություն կա, որ հայագիտություն լինի։ Մատենադարանի գիտաշխատող։ Դες մարդիկ ինչ գործ ունեն։ Իսկ որ Ատյանը մատադնենք ու ասենք այս մարդը ինչ գործ չունի։ Չնայած եթե Փաշինյանը վարչապետ է, ով ասես ինչ ասես, որտեղ ասես կարելի ինչ։ Հարցը դա չի։ Հարցը դա է դիքեն։ Հարցը դա չի։ Այս պետությունը արդյոք պետություն է այսօր։ Սահմանադրությունը ասում ենք, վայ, հանկարծ չփոխեք։ Այս եղածը ինչ է կարդացել։ Չէ, պետություն է։ Վատ բանով, կառուցվածքով, պետական ինստիտուտները հեժնանից ած վերջին 8 տարում։ Դե պետություն չէ։ Չէ, բայց պետությունն է։ Պետությունն է, ու այդ պետությունը կա նաև Լեոնիդ Ազգազյանի, Արմենակ Ուրֆանյանների, Ռոբերտ Աբաջյանների, Մենուաների ու Հայկազ Մկրտչյանների շնորհիվ։ Կա ու կլինի, չէ։ Սա բանահյուսություն է քո ասածը։ Ինչու՞։ Սրանք ռեալ տղեկ են, ովքեր մեր ինքնիշխանության համար են։ Սա բանահյուսություն է։ Այն որտեղ ես ու դու ենք ծնվել, մեր հայրանունը արդեն բոլորը բանահյուսություն է, ջանիկս։ Մեծ խոսալով չի։ Մի հատ ճիշտը նայի սահմանադրությունը բացարակ կարդա, պատմություն բառը կա այդտեղ։ Չկա։ Ապագա բառը կա, չկա։ Բասում ապագա կա։ Դե որպեսզի ունենանք այդ պետությունը կամ այդ ապագան լինի, պետք է չլռենք։ Պետք է շատ խոսենք, պիտի պայքարենք, պիտի յուրաքանչյուրս, բայց իրեք չխափնվենք, այո, չտրվենք մանիպուլյացիաների։ Որ սրա կոստյումը լավն է կամ սրա բառերը կլոր են։ Այդ է հարցը։ Իսկ խափել կարելի է հիմար մարդուն եւ ագահ մարդուն։ Ուրիշ տեսակները չեն խափնվում։ 2028 թիվը նշում եք, էլի հաղորդման վերջաբանն է, ինչ է լինելու, ձեզ ինչպես է փոխվելու։ Գուցե Հայաստանից է ինչ-որ բան փոխվելու։ Չարի ուժը ազդեցությունը թուլանալու է, այդ ները, որ եկել է 16 թվին, ինքը վերանալու է։ Ընդհանրապես ամենավատ շրջանը աշխարհի այս վերջին 300 տարին է։ Հիմա այս էլ գագաթնակետներ։ Դե որ ները գնա լուսավոր դար կմտնենք դա։ Լույսը կլինի բնականon։ Այդքան ուժ ու եռանդ պետք չի լինի օգտագործել, որպեսզի
երթիկից լույս մտնի մեր տուն։ Հիմա երթիկի վրա այդտեղ բան են դրել, փակել են։ Բայց մենք պետք է պարտիզանի պես մեր երեխեքին տանը սովորացնենք, չասենք, որ դպրոցը վատնա բան չի սովորացնում, սենց են, նենց են, ոչ, պետք է դպրոցը վատնա, դու լավ մամա ես, լավ պապա ես, չէ, սովորացրեք, տանը քարտեզ կախեք պատից, այն քարտեզը, որտեղ գրված են երկրների անունները ու մայրաքաղաքները, չնայեք, որ բանը կոճակներով քարտեզիկներ են վաճառում, այդ ցենտրը։ Հիշում եք սովետի են հայտնի քարտեզը բոլորի տներում կար։ Բա ինչի համար էր։ Աշխարհագրությունը անգիր Ինչի գիտեին։ համար էր, ցա վտանեմ։ Խաղի պես միշտ։ Ինչի համար էր անում սովետը այդ բանը։ Ինչի էր աստղագիտություն անցնում դպրոցում 9-րդ դասարանում երեխան։ Սովետը ուզում էր լիարժեք կրթված մարդկանց ստեղծի։ Բազային գիտելիքներով, այո, հիմնարար։ Ինչ բազային, եթե բանը խոսքը գնում է աստղագիտության մասին, ինչը հայի մոտ բազային էր, այո, Տաթևի համալսարանում կար կվադրիում պարտադիր 4 առարկա։ Քերականություն, մաթեմատիկա, աստղագիտություն, երաժշտություն։ Գլուտես ոնց որ տարբեր են շատ, հա, բայց երբ որ միաձուլվում են, դու դառնում ես գրագիտ մարդ, քո գնդուղեղը աշխատում է այլ կերպ։ Ապշելու բաներ էլի։ Տաթև։ Բանը եկեղեցի, ախ, եկեղեցականները։ Մենք քանի 100 տարի չունեինք պետականություն, հա? Եվ եկեղեցին այդ բոլոր ֆունկցիաները կատարում էր։ Կատարում էր կրթության նախարարության ֆունկցիան, կատարում էր առողջապահության, այդտեղ ճեմարաններ էին, հիվանդանոցներ էին, նույնիսկ որոտի համար Եթովպիայում հայկական եկեղեցին բաներ էր ստեղծում, հիվանդանոցներ։ Հայ պետհրատներ, հա, գրքերը սկսեցին հրատարակվել, երբ որ Հայաստան պետություն չկար, քարտեզների վրա կար, մնայուն էր, մի վայրկյան չի բացակայել, բայց Հայաստանի պետություն չկար, բայց քարտեզների վրա Հայաստանը մնում էր։ Շնորհիվ ինչի կար հայկական եկեղեցի։ Հիմա այս անգլիագետները ընկել են եկեղեցու հետևից։ Դու կարծում ես դա առանցին մի հարց է։ Նույն բանն է։ Ու կեցե մեր ժողովուրդը, կեցե մեր ազգը, որ սրանց վրա երթին դիմակայեցինք։ Կեցե մեր եկեղեցին, կեցե մեր վեհապար հայրապետը եւ մեր բաները քահանաները, բայց ժողովուրդը չթողեց, ժողովուրդը գնաց տապվեց։ Սա մեծ, գիտես, հետագայում դեռ ժամանակ կանցնի, մենք այս հաղթանակը տոնելու ենք։ Լեա Ավետիսյան չէր լինի, երբ որ այդ հայի փառաբանումը վերջում չաներ։ Ես չգիտեի, որ վերջն է, հələ շատ բան ունեմ ասել։ Շնորհակալություն, Տիկին, ամեն անգամ նոր լիցքեր եք տալիս։ Ապրես Արտակ ջան, ես շատ կարևորում եմ։ Այդ հույսը իչափազանց կարևոր է, նույնիսկ թվացial անելանելի վիճակում։ Գիտես ոնց, երբ որ կա գիտելիք, հիմա երկու անգամ երկուսը քեզ քնած տեղից անեն, ուզես չուզես 4 ես ասելու, ջերմությունդ էլ 49 է։ Հիմա նույնը սա է, սա գիտելիք է, սա կարծիք չի։ Որի համար շնորհակալ ենք, լավ եղեք։ Դուք էլ բոլորս ազգովի աշխարհով մեկ լավ լինենք։ Տիկին Լեա Ավետիսյանն էր մեր հյուրն այսօր, գրող, հրապարակախոս, իր ողջ մայքով։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր, շնորհակալություն ձեր ուշադրության համար, բաժանորդագրվելու համար եւ իհարկե մեր Patreon-ին միանալու համար։ Հավումը կարող եք գտնել նաեւ նկարագրության բաժնում։ Կհանդիպենք։ Ահա թե ինչպես կարող եք միանալ մեր Patreon-ին, դառնալ մեր գործընկերը, աջակցել մեր հաղորդումներին եւ լինելով հովանավոր նպաստել նորանոր նախագծերի իրականացմանը։